Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ խոսելու ենք շատ շքեղ եւ շատ նոր նախագծի մասին Հայաստանում։ Եվ այսպես, Windham Grand Ծաղկաձոր նոր չափանիշ շքեղության եւ բացառիկ հնարավորությունների աշխարհում։ Windham Grand Ծաղկաձորը Հայաստանի առաջին ներդրումային հյուրանոցն է, որը առաջին 5 աստղանի լյուքս հյուրանոցն է Ծաղկաձորում։ Այն ցանցի 77-րդ Windham Grand հյուրանոցն է։ Սա պարզապես հյուրանոց չէ, այլ նոր փորձառություն, որը սահմանում է շքեղության նոր մակարդակ։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Windham Hotels and Resort ընկերության կողմից նշանակված գլխավոր մենեջեր Կարեն Ավետիսյանը եւ Green Residential Park կառուցապատող ընկերության փոխտնօրեն Արտուր Կցյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Շատ լավ։ Ինչով է առանձնահատուկ հենց այս նախագիծը մյուս հյուրանոցներից ու նախագծերից։ Տեսեք, սա առաջին ներդրումային հյուրանոցային նախագիծն է Հայաստանում եւ Երևանից դուրս ըստ էության առաջին 5 աստղանի պրոյեկտն է։ Եվ որը հնարավորություն է տալիս մեր ապակա գնորդներին գնել սենյակներ, հանձնել կառավարման եւ ստանալ եկամուտ։ Ըստ էության դառնալով ակտիվ բիզնեսի բաժնետեր։ Սա որդեգրված երևի միջազգային։ Ինքը բավականին միջազգային մեծ փորձ ունի, մոտ 70-ական թվականներից արդեն ԱՄՆ-ում, Եվրոպայում տարածված բիզնես մոդել է, որը որ Հայաստանում չէր կիրառվում եւ մեր միջոցով արդեն մեր ապակա գնորդներ ունեն հնարավորություն նաեւ կիսել այս փորձառությունը եւ այլընտրանքային առաջարկա ներդրումային շուկայում եւ բավականին լավ առաջարկ пассив բիզնես նախընտրողների համար, ովքեր ուզում են բարձր եկամուտ ստանան, բայց խնայեն իրենց ժամանակը։ Ինչու է կոչվում ներդրումային հյուրանոց։ Տեսեք, քանի որ այստեղ դուք երբ որ գնում եք ապարտամենտ, հանձնում եք վարձակալության, դուք ինքներդ չեք շահագործում համարը, չնայած որպես արտոնություն ունեք 21 օր անվճար օգտագործելու հնարավորություն, իսկ մնացած ժամանակը օպերատորը կառավարում է հյուրանոցը որպես մեկ ամբողջություն եւ ձեր ներդրումների դիմաց ձեզ վճարում է գումարներ ու բավականին բարձր տոկոսներով։ Ամբողջ աշխարհում հայտնի տարբերակ է, որը Հայաստանում միայն կարծես թե չկար։ Չկար, բայց կա ու շուտով վստահ եմ, որ կշարունակենք, հայտնվեն նոր նախագծեր, նոր պրոյեկտներ եւ այդ ներդրումային այս ճյուղը Հայաստանում կրկին սկսի զարգանալ։ Շատ լավ, այսինքն դու ունենում ես հյուրանոցային համար, սենյակ, այսպես ասենք, որը քոնն է եւ կարող ես օգտագործել որոշակի սահմաններում եւ իհարկե արդեն դա վարձակալության տակ։ Ահա, իսկ եթե հանկարծ այնպես է ստացվում, որ չի ապահովում այդ զբաղվածությունը, որը նախապես խոստացված էր, այս դեպքում ինչ է արվում։ Տեսեք, ինքը շատ քիչ հավանական է զբաղվածությունը չապահովելու համար, քանի որ գործ ունենք միջազգային բրենդի հետ, որը ճանաչված է ամբողջ աշխարհում։ Առաջին 5 աստղանի հյուրանոցն է Երևանից դուրս եւ Ծաղկաձորը մեր ամենամեծ տուրիստական զբոսաշրջային կենտրոնն է Երևանից հետո, տարեկան մոտ 1 միլիոն եւ ավել զբոսաշրջիկ։ Երկրորդ Windham ցանց ունի շուրջ 110 միլիոն հավատարիմ հաճախորդների բանակ, որոնք բոլորը ունեն արտոնյալ բնակվելու հնարավորություն եւ մեր հյուրանոցը նույնպես հայտնվելու է իրենց տեսադաշտում բացումից հետո։ Եվ ամենակարևոր ֆակտորը հյուրանոցը նախատեսված է լյուքս սեգմենտի համար եւ ինքը մասսայական զբոսաշրջության համար չի նախատեսված ու եթե մեր ամենահարուստ բնակչության 1-2% անգամ որոշի տարեկան 2-3 օր ընդամենը հանգստանալ հյուրանոցում, հյուրանոցը ֆիզիկապես չի հասցնի բոլորին սպասարկել։ Իսկ ցանկացած լյուքս դասի ապրանք ինքը զերծ է գնային տատանուներից կախված որոշակի տնտեսական ճգնաժամերից։ Այլ լյուքս դասի բրենդները դրանով են առանձնանում, որոշները նույնիսկ ճգնաժամի ժամանակ գները բարձրացնում են կամ ավելի բարձր վաճառքներ են ապահովում։ Դրա համար ներդրողների համար ինքը բավականին լավ հնարավորություն է ստեղծում ներդրումներ կատարել ու ստանալ բարձր եկամուտներ։ Իսկ ավելի կոնկրետ ինչպիսի եկամուտների մասին է խոսքը։ Տեսեք, մեր մոտ իրենք հնարավորություն ունեն հանձնել վարձակալության, տարեկան շուրջ 15% եկամուտ ստանալ, դա առաջիկա տարիներին, իսկ հետագայում ինֆլյացիայի շնորհիվ այդ տոկոսը կամ հյուրանոցի ավելի լավ աշխատելու հայտնի դառնալու շնորհիվ էլ ավելի կբարձրանա։ Երկրորդ կարևոր առավելությունը, որ կրկին առաջին անգամ Հայաստանում ու դեռևս միակն ենք, երկրորդ տարբերակը դեռ չկա, անդամակցել ենք RCI տուրիստական ցանցին եւ մեր հաճախորդները իրենց 21 օրը, որ ունեին հնարավորություն հանգստանալու հյուրանոցում, կարող են փոխանակել ցանցի միջոցով եւ հանգստանալ արդեն շուրջ 110 երկրների 4500 հյուրանոցներում։ Սա նույնպես բացառիկ հնարավորություն է նաև 5 աստղանի հյուրանոցում հանգստանալ ըստ էության անվճար ու տնտեսել հսկայական գումարներ։ Շատ լավ, իսկ բացի ընդհանրենք հենց այս առաջարկից կան էլի առաջարկներ, որոնք կհետաքրքրեն այսօրվա գնորդին հենց կապված այս հյուրանոցի հետ, այսինքն եւս այլ ծառայություններ առաջարկվում է։ Հյուրանոցը ինքը ունի հսկայական ենթակառուցվածքներ, գոլեգան ավելի մանրամասն կներկայացնի նաև առավելությունների մասին, բայց այնտեղ կան ռեստորաններ, կա մանկական խաղասրահ, մեծերի համար նախատեսված մեծ երաժշտական սրահ, որտեղ կարող են ընդունել մեծ կոնֆերանսներ, համերգներ, երկու լողավազան բաց ու փակ նախատեսվում է փուլ բարով, այսինքն ժամանցի համար նախատեսված գրեթե ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է հաճախորդին
երկար բնակվելու, հանգստանալու համար ժամանակակից սպա կենտրոն, կոնֆերանս սրահներ, կինոսրահ։ Դե ավելի մանրամասն Առավելությունների մասին։ Սկսեմ Wyndham Hotels and Resorts ընկերության մասին, պատմելով դա ամենամեծ հյուրանոցային ցանցն է աշխարհում։ Այս պահին ունենք 9300 հյուրանոցներ, որոնք ներկայացված են 95 երկրներում, 25 օրիգինալ բրենդերով։ Մեր ընկերությունը ունի երկար եւ հաջողակ պատմություն։ 1981 թվականին Դալլաս քաղաքում հիմնվեց Wyndham ամբրանքանիշը եւ սկսած 90-ական թվականներից մեր ընկերությունը սկսեց այսպիսի ասենց ասած ակտիվ էքսպանսիա հյուրանոցային ոլորտ եւ արդեն 5 տարուց հետո մեր ցանցում ընդգրկված էին այսպիսի հայտնի բրենդեր ինչպիսին Ramada, Howard Johnson, Daisy եւ Super 8 բրենդերը։ 2005 թվականին հիմնվեց առաջի Wyndham հյուրանոցը, մեր ցանցը կոչվում է Wyndham Hotels, իսկ առաջի Wyndham անվանով հյուրանոցը այդ թվին ստեղծվեց, եւ այս պահին ունենք 4 տեսակ Wyndham հյուրանոցներ. Wyndham Garden, դա mid-scale կարգի հյուրանոցներ են, Wyndham, դա premium դասի հյուրանոցներ են, եւ Wyndham Grand, դա արդեն լյուքս դասի հյուրանոցներ են։ Նաեւ ունենք Wyndham Ultra brand, որը all inclusive հյուրանոցներ են, եւ ներկայացված են աշխարհի հայտնի ռեզորտներում։ Եվ վերջին լայման ժամանակ մեզ միացան այսպիսի բրենդեր, ինչպիսին են La Quinta ամերիկյան բրենդ, եւ դրանով համալրվեց մեր ցանց ավելի քան 900 հյուրանոցով, Dolce Hotels and Resorts եւ եվրոպական ցանց Vienna House։ Մեր ընկերությունը ունի իր կարգախոսը, որը կոչվում է We make hotel travel possible for all, այսինքն մենք անում ենք ավելի հասանելի ճամփորդությունը ավելի հասանելի բոլորի համար եւ կախված չի կապ չունի հյուրերի եկամուտը կամ հանգամանքները, որտեղ իրանք լինեն, Wyndham-ը իրենց կողջունի։ Դա ուղղակի կարգախոս չի իրականում, շատ երկրներում ունենք ներկայացված հյուրանոցները։ Եվ մեր ընկերությունը ունի իր մշակույթը եւ իր այսպես ասած արժեքները արտացոլված են հետեւյալ պրինցիպներում։ Առաջինը integrity։ Մենք հավատարիմ ենք ամենաբարձր չափանիշներին։ Մենք ազնիվ ենք եւ աթափանցիկ։ Accountability։ Մենք կատարում ենք մեր պարտավորությունները եւ ցանկացած պահին մեր աշխատակիցները բոլոր ասում են count on me։ Դա ուղղակի խոսք չի, այսինքն վստահիր ինձ։ Դա մեր տրեյնինգների շարքն է եւ ցանկացած աշխատող եւ ընդունվում է մեր հյուրանոցներ, պարտադիր պետք է անցնի այդ տրեյնինգների շարքը։ Երրորդը inclusive։ Մենք հարգում ենք մարդկանց մշակույթների գաղափարախոսության տարբերությունը, դրանով խթանելով համագործակցությունը բոլորի։ Caring, հոգատարություն, այո, մենք տալիս ենք մեր ժամանակն ու ուշադրությունը մեր հյուրերին։ Եվ վերջինը fun։ Ամեն ինչ որ մենք անում ենք ուրախ եւ բարձր տրամադրությունով եւ դրանով ստանում ենք մեր հյուրերի հավատարմությունը։ Իդեպ ինչպես գոլեգաս նշեց, 114 միլիոն member ունենք այս պահին աշխարհում եւ տարեսարի 5.5 միլիոնով ավելանում է։ Ցանկացած հյուր հաճախորդ կարող է գրանցվել մեր կայքում wyndhamhotels.com եւ նա կստանա ամենալավ գինը այդ 9300 հյուրանոցներից։ Ամրագրելուց հետո, գիշերակացից հետո իր հաշվին կնստեն միավորներ, որոնք իրանք կարող են օգտագործել ապագայում որպես դիսկաունտ կամ նույնիսկ վճարել իրենց ապագա ստեյը այդ բալերով։ Նաև ունենք ստատուսներ, վերստանում են ստատուս, առաջինը W ստատուս է, հենց գրանցվելուց հետո 5 գիշերակացից հետո ստանում են Gold ստատուս, 15 գիշերից հետո Platinum եւ Diamond ստատուս։ Ինչ է դալի դա, ինչ առավելություններ։ Մեր մեմբերները կարող են ունենալ late check-out կամ early check-in, այսինքն ավելի շուտ ժամանակ հյուրանոց, տարբեր կոմպլիմենտներ կունենան մեր հյուրերը։ Ցանկացած նոր offer ցանցի կողմից կամ հյուրանոցի կողմից առաջինը կիմանան դրա մասին մեր մեմբերները։ Մեր ընկերությունը ներկայացված է Հայաստանում եւ սա մեր առաջի պրոյեկտն է Wyndham Grand, լյուքսասի հյուրանոց, ինչպես գոլեգաս նշեց, նաեւ ունենք այլ պրոյեկտներ, նաեւ եւս մի հատ Wyndham Grand հյուրանոց Երևանում, նաեւ կա պրոյեկտ Dolce Hotels and Resorts եւ Ramada by Wyndham, մի հատ էլ բրենդ, չեմ ասի դեռ որտեղ, դա թող դա լինի անակնկալ։
Մեր ընկերությունը որպես կառուցապատող լավ հիշեցրեց, պայմանագիր է կնքել հենց Windham Hotels and Resorts-ի հետ ու վերցրել պարտավորություն, որ Հայաստանում պետք է ներկայացնի առնվազն 4 հյուրանոց։ Եվ մենք առաջինը Ծաղկաձորում կառուցում ենք, այս տարի եւս 1-2 հյուրանոցի անոնսը կանենք արդեն, որ սկսում ենք նոր հյուրանոցի կառուցումը եւ ընդհանուր փաթեթը 4 հյուրանոց պետք է Հայաստանում հիմնենք ու Windham-ը ըստ էության կդառնա խոշոր ցանցերից մեկը, որ 5 հյուրանոցով ներկայացված կլինի Հայաստանում եւ մեր գնորդները, ովքեր Ծաղկաձորում գույք հյուրանոցային սենյակ կձեռք բերեն, կունենան հնարավորություն մյուս պրոյեկտներում արդեն արտոնյալ ամենացածր գնով գնում կատարելու։ Իսկն իրենց համար կլինի փակ նախավաճառք, որից հետո կբացվի, կհայտարարվի բոլորին ու իրենք կունենան նաեւ այդ արտոնությունը մենք տալիս ենք մեր գնորդներին, փորձելով իրենց հավատարիմ պահել մեր մոտ։ Ու մի կարևոր առավելություն էլ, որովհետև Հայաստանում հիմա եթե նայենք, մենք 9-10 մոտարպես միջազգային բրենդային հյուրանոց ունենք, այսինքն մեր նախագծի հաջող ավարտից հետո, եթե այլ պրոյեկտներ էլ չլինեն, առնվազն 50%-ով կավելանա Հայաստանում բրենդային հյուրանոցների քանակը։ Իսկ միջազգային туриզմի համար դա շատ կարևոր է, որովհետև բրենդային հյուրանոցը ճանաչելի է, մարդիկ վստահում են, հանգիստ գալիս են, բայց նաև մեր գործողությունները իրենք ակսելերատոր էֆեկտ են ունենում եւ մեր հետևից նաև այլ բրենդներ են սկսում գալ ու այլ ավելի մեծ աճ կունենանք միջազգային հյուրանոցներ, նաև նպաստելով туриզմի զարգացմանը։ Մեր երկիրը շատ փոքր է եւ նմանատիպ ծառայությունները, հյուրանոցային հարմարավետությունը շատ են այսօր փոքր երկրում, շատ են։ Այս դեպքում գալիս է արդեն թե ինչքան հարմարավետություն եւ հաճելի հանգիստ է առաջարկվում հենց հյուրին, որպեսզի հենց ընտրությունը միշտ շարունակաբար արդեն կայանա հենց տվյալ տեղում, Եկեք փորձենք հասկանանք այսօր մենք այս մեծ բազմազանության մեջ ինչքանով են կարողանում եւ բավարարել տեղացի հյուրին եւ իհարկե արտասահմանցի, որի պահանջները նույնպես շատ բարձր են, հատկապես հենց գալով այստեղ եւ փորձելով կազմակերպել տեղի հանգիստը։ Հարմարությունները, հարմարավետությունները, ծառայությունները, ընդլայնումը, այս ամեն ինչը ինչքանով ենք մենք կարողանում հասցնել ապահովել կամ ինչ նախագծեր ունենք կապված հենց այս ամենի հետ։ Ես նախորդ ասեմ, հետո մնացածը կշարունակենք։ Տեսեք, երբ որ մենք սկսում ենք հյուրանոցը կառուցել, մենք ունեինք ընտրություն կառուցել սեփական բրենդով հյուրանոց, թե վերցնել միջազգային, ցանկացած միջազգային բրենդի հետ աշխատալ, ինքը բավականին բարդ է, կան ստանդարտներ, որոնք պետք է ապահովես, բայց ինքը ունի մեծ առավելություն, ինքը փոխանցում է հենց այդ փորձառությունը։ Ինքը ստիպում է ունենալ բարձրակարգ մենեջմենտ, ինքը տալիս է ստանդարտներ, շատ մանրուքներ, որոնց մենք ուշադրություն չենք դարձնում, բրենդի ստանդարտներով պարտադրվում է, որ հետո հասկանում ես, հա, սա հյուրի համար է արվում, որ հյուրը էլ ավելի լավ իրեն զգա։ Այդ խնդիրը լուծվում է հենց միջազգային բրենդների հետ համագործակցելով եւ հյուրանոցի կառավարումը միջազգային բրենդերին փոխանցելով։ Իսկ թե արդեն միջազգային բրենդերը ոնց են լուծում, Կարենը կավելացնի։ Մի փոքր հյուրանոցի մասին ասեմ, 147 սենյակ լինելու, սկսած լյուքս կատեգորիայից մինչև նախագահական կատեգորիա։ Ամբողջ համալիրը օծված է լինելու BMS համակարգով, Building Management System, որը հնարավորություն է տալիս կենտրոնական ձևով կառավարել ամբողջ ենթակառուցվածքները, ինչպիսի լուսավորություն, օդափոխություն, ջեռուցում, վերելակների աշխատանք եւ անվտանգություն։ Նաև սենյակները կունենան GRMS system, առաջատար սիստեմա է, Guest Room Management System, այսինքն հյուրերը կարող են ավտոնոմ կերպով ունենալ իրենց ցանկացած լուսավորությունը, օդափոխությունը, նաև նույնիսկ վարակույրների աշխատանքը։ Հեռուստացույցը կունենա smart system, ամբողջովին տրայնացված է լինելու մեր սենյակները, եւ հյուրերը սենյակից կարող են ուղղակի կոճակը սեղմելով պատվիրել ուտելիքներ իրենց սենյակ, room service, կարող են ամրագրել սպա ծառայություններ, կարող են ամրագրել սեղան ռեստորաններից մեկում, եւ այլն։ Հյուրանոցը կունենա շատ տարբեր ծառայություններ, քանի որ սա 5 աստղանի լյուքս դասի հյուրանոց է։ Ունենք 2 ռեստորան, հիմնական ռեստորանը կունենա հայկական խոհանոց, նաև համաշխարհային խոհանոց, երկրորդ ռեստորանը դա արդեն միջերեկական խոհանոց է մատուցելու։ Լոբին ամբողջովին շատ շքեղ է սարքվել, կաղնու փայտից, մարմարից, օնիքսից։ Այո, երրորդ հարկում կլինի ձմեռային այգի, որը տեսանելի կլինի բոլոր հարկերից։ Սպա կենտրոն, ինչպես իմ կոլեգաս ասեց, լողավազան, փակեված, սաունա, համամ եւ այլն։ Սիգարների սիրահարները կարող են վայելել ժամանց մեր սիգար բարում, վիսկիով։ Ես կգամ։ Մեծ աչիկով։
եւ ընտանիքների երեխաներով կարող են օգտվել մեր երեխաների համար կահավորված սենյակից։ Քանի որ Ծաղկաձորը հիմա all season resort է, մենք ունենանք կախված սեզոնից ակտիվություններ։ Ամռանը դա կլինի hiking կառաջարկենք, ձիարշավ, լեռնային հեծանվավազք եւ էքսկուրսիաներ տարբեր վայրեր մեր Հայաստանի։ Իսկ ձմռանը դե ավանդական դահուկ, snowboard, բացի դրանից կառաջարկենք մոտոսկուտեր եւ նորույթ Հայաստանի համար շների լծած սահնակներ, եթե ճիշտ եմ։ Եվ այո, եւ այդ սահնակներով հյուրերը կարող են հասնել Սանտայի տուն։ Նույնիսկ այո, Սանտա Կլաուս կամ Ձմեռ Պապի, Դեդ Մորոզ, ոնց ուզում եք, կդիմավորի մեր հյուրերին, մեր հյուրանոցի հյուրերին եւ կշնորհավորի ամանորը, կտանվեր ամանորը եւ գույասի տակ ամպելիքներ։ Այսպիսի օրիգինալ բաներ ունի մեր հյուրանոցը, ոնց ենք ապահովելու դա։ Մեր ընկերությունը ունի իր տրեյնինգներ, ինչպես ասեցի, ցանկացած աշխատող, ում ընդունելու ենք, անցնելու է տրեյնինգների շարքը։ Եվ հետո լինելու է Wyndham-ի կողմից սերտիֆիկացումը բոլոր աշխատողներից, սկսած reception-ի, վերջացած մենեջերին։ Եվ կարող եմ վստահեցնել, որ այս հյուրանոցում կլինի ամենաբարձր սպասարկումը Հայաստանում։ Wyndham Grand Ծաղկաձորը դա այն հյուրերի համար է, ովքեր գնահատում են շքեղություն եւ ում արդեն կսպասարկի պրոֆեսիոնալ թիմը։ Այո, պրոֆեսիոնալ թիմը։ Սա շատ կարևոր է։ Մենք ձեզ մաղթում ենք հաջողություն, անհամբեր սպասում ենք արդեն բացմանը եւ հուսանք, որ անպայման կգանք այդտեղ, կվայելենք մեր հանգիստը եւ բնականաբար յուրաքանչյուր կմահաճ հաճախորդի համար կգտնենք հենց այն անկյունը, որը կգոհացնի մեր հանգիստը առավել կատարյալ դարձնելու համար։ Ես ուզում եմ նախապես շնորհավորել ձեզ ու նվիրել Իջևանի գինուգործանի կողմից Բրիզ վարդագույն փրփրուն գինին, որը յուրաքանչյուր հաղթանակ ու հաջողություն նշելու համար լավագույններից է եւ մաղթել, որպեսզի հաջողություններն ու հաղթանակները շատ լինեն։ Հաստատ ձեր բարձրակ դաս հյուրանոցում խոհանոցը լինելու է շատ համեղ, իսկ այնտեղ խոհանոցային պարագաները շատ կարևոր են։ Տրամոնտինան բրազիլիական բրենդ է, որը թույլ չի տալիս իր հատուկ ծածկույթի շնորհիվ, որպեսզի իր վրա հավաքվեն թունավոր բակտերիաներ։ Սա մեր կողմից ձեր խոհանոցին եւ շեֆ խոհարարին։ Շնորհակալություն։ Մաղթում ենք ձեզ հաջողություններ։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն, դե կարծում եմ եւս մի անկյուն է ավելանում մեր երկրում, տաք ու հետաքրքիր հանգիստ կազմակերպելու համար։ Հարմարավետ անկյուն, այո։ Դե ինչ հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։